Հարավ ձեզ սիրելի հետևորդներ։ Մենք պետք է ընդհանրապես հասկանանք որոշ նրբություններ այն պատերազմի մասին, որ մեր դեմ մղում է չարը։ Ինչ միջոցներ է նա օգտագործում։ Նա օգտագործում հիմնականում մեր միտքը, զգարյանները, սիրտը, գերելու իր գայթակղությունները, ամեն միջոց, տարբեր միջոցներ, պարտադիր չի միանգամից չար մտքեր գա։ Դրա համար, որպեսզի մենք չկտրվենք Աստծուց եւ ընկնենք չարի մոլորված մտքերի ու փորձությունների մեջ, պետք է հասկանանք, որ մեր պայքարը հոգևոր կռիվ է, այսինքն մենք կռվում ենք ոգու դեմ, չարի եւ նրա արբանյակների դեմ, որպեսզի չգայթակղվենք։ Հիշեք եւ իմացեք, չարը տարբեր ձևի է բռնում։ Ում ցերեկը որ չի կարող գայթակղել, գիշերը երազների միջոցով է սկսում գայթակղել։ Նուրբ զգացողություն ունեցող մարդկանց ավելի նուրբ ձևի է սկսում գայթակղել, տարբեր ձևեր կա։ Դրա համար որպեսզի չմոլորվենք, պետք է սկսենք հավատալ եւ վստահել Աստծուն, աղոթ կանել, խոստովանել մեր մեղքերը, զղջալ մեր արածների մար, դուրս գալ այս մոլորությունից, թեքվել Աստծու կողմը, աշխատել գնալ Աստծու հետևից։ Քրիստոս մեզ ինչ է սովորացնում, ես եմ ճանապարհը, ով գտավ ճանապարհը, գնաց Հիսուսի հետևից, նա էլ կփրկվի։ Դրա համար սովորեք աղոթել, մի ալարեք, մի թողեք վաղվան, որտեղ վաղը բացի Աստծուց ոչ մեկը չի իմանում վաղը ինչ կլինի։ Վստահեք Աստծուն, ոչ թե ձեր մտքերին, որոնց մեծ մասը ձերը չեն, դրա համար էլ տանջվում եք։ Աղոթեք, Աստված ողորմած է, Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։